ձեռք են բերել հետաքրքիր սննդային խտանյութ, ֆիտոբոլի շարքին է պատկանում, ասեմ, որ այն Faberlic ֆիրման է թողարկում։ Սա կոչվում է սննդային խտանյութ NMN։ Ինչ է սա, հասկանանք։ Սննդային խտանյութը բետա, ուրեմն նիկոտինամիդ, մոնոնուկլեոտիդ երիտասարդության մոլեկուլ, նորարարական սննդանյութ նրանց համար, ովքեր ընդունում են ակտիվ կյանք եւ երկար ժամանակ սիրում են լինել ակտիվ, դանդաղեցնում է ուրեմն տարիքային փոփոխությունների դրսևորումները, պահպանում է էներգիան եւ տոկունությունը, գիտականորեն հաստատված է ՆԱԴ-ի մակարդակի բարձրացման, ուրեմն միտոքսոնդրոմի աշխատանքի հիմնական մոլեկուլը յուրաքանչյուր բջիջի ավելի շատ էներգիա է ստանում, իսկ դուք ավելի թարմ եւ ուրեմն տոկուն եք ձեզ զգում, ֆոկուս եւ ուրեմն մտածողության հստակություն նպաստում է ճանաչողական գործառույթների աջակցմանը, ուշադրությանը, հիշողություն, առազգական արագություն, աշխատում է ուղեղի երիտասարդությունը պահպանելու համար, տեսեք ինչ կարևոր ֆունկցիա է կատարում, բարելավում է փոխանակության հավասարակշռությունը, օպտիմալացնում էներգիայի փոխանակության աշխատանքը, աջակցում է քաշի վերահսկմանը եւ ինսուլինի նկատմամբ զգայունությանը, ակտիվ ուրեմն երկարակեցության աջակցում, ակտիվացնում է սիրտուինները, ծերացման գործընթացները, կարգավորող սպիտակուցներ, որոնք նպաստում են ԴՆԹ-ի պաշտպանությանը, բջիջների նորացմանը եւ տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը, մաշկի գեղեցկության եւ առողջության, ուրեմն բարձրացնելով բջջային էներգիայի մակարդակը եւ պայքարելով օքսիդատիվ ստրեսի դեմ, նպաստում է մաշկի երկարատև ամրությանն ու փայլին, փաթեթում 30 պատիճ է, քաշով 605 մգ։ Եկեք միասին բացենք եւ տեսնենք։ Ես ինքս առաջին անգամ եմ այն ձեռք բերել, որ փորձարկեմ։ Այսպիսի սննդային կենսակտիվ հավելումներ շատ եմ սիրում օգտագործել, քանի որ նրանք դեղեր չեն համարվում։ NMN բետա նիկոտինամիդ մոնոնուկլեոտիդ ՆԱԴ-ի կոէնզիմի ուրեմն ուղղակի նախորդն է, որը կարևոր է էներգետիկ փոփոխության համար, բարձրացնում է ՆԱԴ-ի մակարդակը բջիջներում, ինչը նպաստում է միտոքսոնդրոմի աշխատանքի բարելավմանը եւ էներգիայի արտադրությանը, երկարակեցության գործընթացներում ներգրավված ուրեմն սիրտուինները, ակտիվացման աջակցում է սրտանոթային առողջությանը եւ նվազեցնում օքսիդատիվ ստրեսը։ Հետաքրքիր բաներ, չէ՞։ Իր կազմը ես կներկայացնեմ մեծահասակների համար օրական 1 պատիճ ուտելիս հակացություններ բաղադրիչների անհատական անհանդուրժողականության, հղիության եւ լակտացիայի շրջանում։ Այսպիսի տարբերակ է Faberlic ֆիրմայից ընտրել, լինկը նկարագրության բաժնում է գտնելու, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, տարածել վիդեոն, հավանեք, որպեսզի ձեզ համար հետագայում շատ հետաքրքիր վիդեոներ գտնեք իմ էջում։ Առայժմ